Շվեյկը ասում էր, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Հիմա գալիս եք եթե, իսկ եթե չլինի, ինչ են անելու նրանք, ովքեր հիմա ասում են, որ եթե լինի, ինչ է անելու կառավարությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է լրագրողների հարցին, որոնք հիշեցրին իր ու Պուտինի հանդիպումից հետո փորձագետները նշում են, թե հայաստանցի արտադրողները շուտով կարող են խնդիրներ ունենալ Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման հարցում։ Հենց այդ հանդիպումից հետո էր ռուսական Ռոսսելխոզնադզորը հայտարարել, որ Հայաստանից ներմուծվող որոշ ապրանքներ, մասնավորապես ծաղիկները, որակի վերահսկողության հետ խնդիրներ ունեն։ Հետո Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն էր ընդգծել, որ Հայաստանը բեռնափոխադրումների հարցում կանգնելու է լուրջ մրցակցության առաջ։ Փաշինյանն այստեղ քաղաքական ենթատեքստ եւ ուղիղ զգուշացում չի տեսնում, այլ հորդորում է արտադրողներին բարձրացնել արտադրանքի որակը։ 2018 թվականից ես խոսել եմ երկրում արտադրության ստանդարտիզացիայի անհրաժեշտության մասին։ Եվ մենք միլիոնավոր դոլարներ ենք հատկացրել տնտեսությանը, որպեսզի իրենց արտադրանքը ստանդարտիզացիայի ենթարկեն, որոնք վերաբերում են տնտեսության արդիականացմանը, մենք աջակցել ենք, աջակցում ենք եւ շարունակելու ենք աջակցել տնտեսվարողներին։ Բայց մենք նաեւ համաձայն չենք, որ այդ թվում տեխնիկական խնդիրները փորձ արվեն քաղաքական հովանոցի ներքո այլ կերպ ներկայացնել։ Նախորդ տարի կոնյակագործներն ու ծաղիկ արտահանողներն էին բողոքում, որ իրենց արտադրանքը Ռուսաստան արտահանելիս լուրջ խնդիրների առաջ են կանգնում։ Ի տարբերություն Փաշինյանի, բեռնափոխադրողները, որ այդ ապրանքը լարսով Ռուսաստան են հասցնում, քաղաքական հստակ ենթատեքստ են տեսնում, հատկապես ռուսական կողմից հնչած հայտարարություններում, թե խնդիրն ապրանքի որակն է։ Մենք դա անմիջապես մեր կաշվի վրա ենք զգում։ Սրանից մի 8-10 տարիներ առաջ ձեզ թվում է մեր արտահանած ապրանքը ամբողջովին համապատասխանում է չափանիշներին Ռուսաստանի։ Ոչ, բայց աչքի են փակում։ Իսկ հիմա շատ ավելի որակյալ ապրանք ենք տանում, բայց հիմա ավելի շատ ինչ-որ չգիտեմ, հիվանդություններ ու ավելի շատ պահանջներ են առաջ գալի։ Քաղաքական լարվածության հետևանքները։ Կառավարությունը պարբերաբար պնդում է, Հայաստանը ջանք չի խնայում, որ հայ արտադրողները կարողանան իրենց ապրանքը նաև ամերիկյան ու եվրոպական շուկա հասցնել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ հանդիպել էր արտահանողների հետ, որոնք հենց այդ ուղղություններով են իրենց ապրանքը սկսել արտահանել։ Դրանցից մեկն էլ խոշոր գործարար, հանրապետական նախկին падգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Ալեքս Տեքստիլն է։ Ժորա Մովսիսյանը այդ ընկերության տնօրենն է, Ազատությանն ասաց, իրենց արտադրանքի զգալի տոկոսը դեռ 2018-ից են սկսել ամերիկյան ու եվրոպական շուկա արտահանել, իսկ ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսական շուկայում իրենց ապրանքը նախկինի պես լավ չի վաճառվում։ Հիմնական նվազումը տեղի ունեցել ռուս-ուկրաինական պատերազմից հետո սկսած։ Շարունակում ենք Ռուսաստանի հետ աշխատել, ուղղակի ծավալներն են փոքրացել։ Եթե նայենք վերջի 3 տարին, ամեն տարի մոտ 30%-ով աճ ենք ունենում եվրոպական շուկայում, իսկ արդեն ամերիկյան շուկան, քանի որ 1 տարի ենք սկսել աշխատել, կարող եմ ասել ամիսների վրա ամեն անգամ աճը երևում է։ Ալեքս Տեքստիլ ընկերությունը տնօրենի խոսքով օգտվում է պետության ընձեռած սուբսիդիաներից, հակառակ դեպքում ըստ նրա արտահանումը դեպի Եվրոպա ու Միացյալ Նահանգներ սահուն չէր լինի։ Made by Armenians ՀԿ-ի ներկայացուցիչը նույնպես երեկ եղել է նախարարի հետ հանդիպմանը։ Այս ՀԿ-ն հայկական արտադրանքը աշխարհի տարբեր երկրների էքսպոներում է ներկայացնում։ Կազմակերպության նախագահ Արամ Արությանը նույնպես նշում է, որ պետական աջակցությունն օգնում է հայ արտադրողին սեփական ապրանքը եվրոպական ու ամերիկյան շուկաներ հասցնելուն, բայց խնդիրներ էլ է տեսնում հայկական ապրանքի ինքնարժեքն, ասում է, թանկ է, ու հետո ըստ նրա հիմնականում պետական սուբսիդիաներից օգտվում են մեծ ընկերությունները։ Ասած, եթե քրտնաջան չաշխատի պետությունն, ապա ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հնարավոր խզման դեպքում Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա։ Եթե այսօր անկարծ որոշում ընդունվի, կգտնվի երկրի ցնցումների մեջ որոշակ։ Կատաստրոֆիկ լուրջ վիճակ է հիմա։ Հարկավոր է ստեղծել վարչապետին, փոխվարչապետին քիչ օպերատիվ շտաբ, որը տիրապետի բոլոր ռեալ ինֆորմացիաներին եւ արդեն աշխատի շատ արագ սուբսիդավորում պահեստների, հա
կան սուբսիդավորում մուտք խանութներ, ցանցերվան, շատ հնարավոր է, որ հասցնենք, մանավանդ այնց ահավոր քանակներ չեն։ Իդեպ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով վերջին 5 տարվա ընթացքում դեպի Ռուսաստան ալկոհոլային խմիչքների արտահանման ծավալը օրինակ 2024 թվականի առաջին կիսամյակում եղել է բարձր, 25-ի առաջին կիսամյակում արձանագրվել է արդեն անկում։ Հենց նախորդ տարի էր, որ Հայաստանի կոնյակ արտադրողները սկսեցին դժգոհել դեպի Ռուսաստան արտահանման ընթացքում առաջացող խոչընդոտներից։